9 տարի առաջ այս օրը վերջին անգամ է տիկին Գայանեն լսել որդու Ադամի ձայնը։ Հիմա սփոփվում է միայն նորածին Ադամներին գրկելիս։ Շատ կանայք են իր հերոս որդու անունը տալիս իրենց որդիներին։ Ասում են, որ մեր հարազատի կամ իմ տղայի անունը Ադամ եմ կնքել, դրանից ավելի մեծ, ինչ ասեմ, հպարտություն, սփոփանք ես այս օրերին չեմ կարող գտնել։ Բայց նաև այսօր այնքան համահունչ ինչ-որ սենց հոգեվիճակ ա իմ մոտ մեր շատ սիրելի Արցախցիների ցավը տիկին Գայանեն լավ է հասկանում։ Առանց Արցախի իր ցավը չի կարող հպարտությամբ տանել։ Անգամ կենաց մահու կռիվներն անիմաստ հռչակած այս դառը օրերում նա հույսը չի կորցնում։ Հաղթական վերադարձը լինելու է։ Ուզում եմ վերադառնա մեր այդ հպարտությունը, որ որևէ մեր զինվորի սպայի արյուն հենց այնպես չի թափվել, հենց այնպես չի գնացել։ Ապրիլյանից հետո ցավի հետ նաև կար այդ հպարտությունը։ Հիմա ցավոք ուզում եմ որքան հնարավոր է շուտ մեր այս հերոս որդիների, Ադամի եւ Ադամի նման տղաների կատարած սխրանքների հետո մենք ունենանք ռեալ սփոփանք եւ հաստատ կգա այդ ժամանակները։ Ադամի եւ մյուս նահատակների արյունով պահված հողը դեռ ընդունելու է մեզ, չի կարելի հուսահատվել, վստահեցնում է տիկին Գայանեն։ Ես համոզված եմ, որ ինքը եւ իր ծառայակից իր ջոկատը, որը հիմա նահատակված է, երկնքում են տղերքը եւ մյուս տղաները, հաստատ բարեխոս են մեր երկրի համար, մեր ընտանիքների համար։ Եվ այսպիսի մի բան, որ երևի միշտ մտքովս անցնում է, կասեմ, որ մինչև հանդիպում Ադամ ջան, կհանդիպենք։ Դպրոցականներն էլ են եկել Եռաբլուր տղերքի սխրանքի առաջ խոնարհվելու։ Ուղղակի հպարտ եմ, որ սովորում եմ այդ դպրոցում ու հպարտ եմ, որ եկել եմ այսօր այստեղ։ Գոնե մի ծաղիկով շնորհակալություն հայտնեմ նրան այն ամեն ինչի համար, ինչ ինքը արել է։ Վաղ առավոտից Եռաբլուրում էր նաև Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի մայրը։ Ինչպես մենք հաղթանակած եկել ենք, այստեղ է փնտրում ու գտնում իր հանգստությունը։ Եռաբլուրից որդու կարոտն է առնում, մտածում ու խոսում հերոսի հետ։ Չեմ համարում, որ մենք պարտվել ենք։ Տիկին Սիման հպարտությամբ է տալիս Արցախ անունը, չհամակերպվելով կորստի հետ։ Արցախը դա մեր դարպասներն է, մեր դուռն է, ես չեմ համարում Արցախը կորացիր, չեմ համարում Արցախը վերցրած, Արցախը դատարկված, մենք չենք հանձնել Արցախը, իմ տղան գնացել է հաղթանակած, հադրութի գլխին կանգնած։ Ծածանվող եռագույնը խլացնում է մայրերի վշտի ձայնը։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։